Ողջույն բարեկամներ, այն ինչ հիմա ես ցույց կտամ, պետք է տեսնի ցանկացած հայ։ Արդեն բաց են կռվում, բաց խոսում են, ինչ են նախապատրաստել, ով է նախապատրաստել եւ ինչի համար։ Այսպիսի բան նույնիսկ ես չէի սպասում։ Լսենք սրան։ Այս մեկ։ Երկրորդը 19 համարյա տարի առաջ, 20 տարի առաջ ես Շուշիի Ղազանչեցված եկեղեցում գործեր կար, մի ամիս համարյա մտել եմ եկեղեցի եւ եկեղեցում բոլորին ասել եմ, որ քրիստոնեությունը ինքը Հիսուսի հետ հավատքը սուտ է, վերադարձեք միակ Աստծուն եւ հրեական աղոթք եմ արի եկեղեցում։ Լսեցի։ Ինչո՞ր մեկը, որ նոց 14 ժամ առաջա դուրս գալի եթեր, բազում մի քանի արդեն եթեր ունեցել։ Ես մի անգամ ուղարկել են ինձ, ես հրեական պրոպագանդիստների չեմ լսում, նույնիսկ եթե նրանք հայերեն են խոսում։ Հիմա պարզ ասում եմ, որ 14 տարի առաջ արդեն մտել է Շուշիի Ղազանչեցված բանկ եւ հրեական աղոթք արել։ Գալիս էին անվտանգությունից նկարում էին մարդիկ շշմած թե ինչ ա եղել, հա։ 17 տարի աշխատել եմ այդ համակարգում ու մեկ էլ տենց։ Ուրեմն նաեւ դրանից առաջ 17 տարի առաջ դեռ աշխատել այդ համակարգում։ Այսինքն եթե մոտավորապես ինքը պատմում է դեպքերի մասին, որոնք տեղի ունեցել 2006-2007 թվականին, եթե դրանից այդ համակարգում էլ աշխատել է ասենք մի 17 տարի, դա գալիս է 1990 թիվ։ Մոտավորապես։ Այսինքն 1990 թիվ Արցախյան շարժում եւ սա արդեն մտել է համակարգ։ Հրեա։ Որը հետո պետքա քարոզեն, որ դուք սխալ Աստծո եք հավատում, պետքա վերադառնաք իրենց Յահվեին։ Լսենք շարունակությունը։ Եմ դուրս գալիս այդ ամեն ինչին, այսինքն այն ժամանակվանից եմ կանել։ Ու ոչ միայն այդ։ Երբ որ Ղարաբաղում պատերազմը, վերջի պատերազմը Արցախում սկսվեց, ես հենց առաջի օրը, չնայած մինչև այդ ես արդեն մամային ասեցի, որ սպասվում է։ Աստծո միջև այդ արդեն ինքը իմացել է, որ սպասվում է։ Եվ ինչ որ մամայի է ասել։ Ինչ եմ ասում ինչ որ, որովհետև հետո ինքը իրան մատնում է։ Երկու հարվածներ ա լինելու, այս մի հարվածը լինելու է այդ Լիբանանում այդ բանը որ տրակեց, հա։ Երկու հարվածներ ա լինելու, մեկը որ Լիբանանում տրակեց։ Ես հիշեցնեմ, որ պատերազմից առաջ Լիբանանի ամբողջ այդ նավահանգիստը պայթեցեցի։ Մի ահռելի ատոմային ռումբի չափ պայթուն էր դա։ Սարսափելի։ Հանգիստ ասում եմ։ Այն որ եղավ, երկրորդը ասեցի այդ հարվածից հետո տենց Հայաստանում հարված լինել ու պատերազմը սկսվեց։ Ու այդ ժամ Իմացել է, այն ինդեղ եղավ, հաջորդը լինելու է Հայաստանում։ Ունագի զանգեցի մամային ու ասեցի, որ այդ Ղարաբաղը դուք պատերազմը դուք տանուլ եք Զանգել է իր մամային, ու ասել է այդ Ղարաբաղը դուք տանուլ եք տալու։ Սրն չեմ ասում ինչ որ մամայի, որովհետև ինքը որ զանգում է մամայի, չի ասում դուք տանուլ եք տալու, ասում մենք տանուլ ենք տալու։ Ստեղ երևում է որ այդ մաման որինած կերպար է։ Կամ ինքը իրեն իր մոր հետ չի ասոցացնում։ Որովհետև դա իրեն չի վերաբերվում։ Աստորեն մեկը, որ 1990-ականներից արդեն աշխատել է համակարգում։ Հրեա ներդրված է եղել 20 տարի առաջ սկսել է հրեական աղոթներ կարդալ եկեղեցում, սկսել քարոզել, որ դուք քրիստոնյաները սխալ հավատի հետևորդներ եք, հա։ Ու հետո իմացել է, որ պատերազմ պետքա լինի։ Ո՞վ է սա։ Եվ որտեղից է սա իմացել։ Բայց սա չի ամենակարևորը, գնանք առաջ։ տանելու, այսինքն հայ ժողովուրդը պարտվելու է։ Եվ Արդեն պատերազմից առաջ ինքը գիտեր, որ պատերազմը լինելու եւ հայ ժողովուրդը պարտվելու է։ Եվ Շուշիի Ղազանչեցված եկեղեցում խփելու են։ Ասեմ Շուշիի Ղազանչեցված եկեղեցուն երկու անգամ են խփել։ Այդ խփել է թուրքը, երկրորդ հարվածը Շուշին եղել է հայկական կողմից։ Այդ Կիսատ Պրատ Իսկանդերով։
Եվ Պարքևը ուդարա ուտելու։ Ու դուք տեսաք, բայց Պարքևի աչքը ինչ է եղել։ Նույնիսկ այդ մանրամասներն է իմացել, որ խփելու են ու Պարքևն էլ ուդարա ուտելու։ Հա։ Վերջը ժողովուրդ ջան։ Ձեզ պատմեմ, որ Հայաստանում իմ ապրած տարիներին, հա, ու հենց այդ առաջի վիդեոներում ինչ էի ասում, ասեցի, որ ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ Մի խոսքով ինքը պատմում է, որ Հայաստանում տարիներ մոտ 90-ական թվականներից պատկերացեք, ինչքան ապրում 35 տարի 35 տարի առնվազն ապրել է Հայաստանում, աշխատել է համակարգում, իր ընկերներից է պատմում, հետո պատմում է ինքը ինչքան լավ տղա է, ինչքան հերոսություններ է արել, փողոցում կռիվներ է արել եւ այլն։ Իսկ ամենահետաքրքիրը վերջնամասն է։ Լսենք։ բոլոր այն մարդկանց շնորհակալություն եմ հայտնում, ովքեր որ ինձ աջակցել են։ Ժողովուրդ, դուք Նավասարդին որպես մարդ, որպես իր հոգով, որպես ուժեղ կերպար, լավ չեք ճանաչում։ Իրակով Նավասարդը Կճոյան։ Եվ մեզ ասում է դուք իրեն լավ չեք ճանաչում։ Եվ դրա համար եմ ասում ձեզ։ Եղեք Նիկոլի հետ, Լսեցիք։ Եղեք Նիկոլի հետ։ Նորից լսենք։ Որպես իր հոգով, որպես Հոգով ուժեղ կերպար, լավ չեք ճանաչում։ Դրա համար եմ ասում ձեզ։ Եղեք Նիկոլի հետ, Նավասարդ arczepiskopos Կճոյանի հետ, Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ։ Միացեք, ազատագրեք Մայրաթորը։ Եկանք հասանք տեղ։ Հասկացեք հիմա ում են ծառայում Վազգեն Միրզախանյանը, ում է ծառայում Փաշինյան Նիկոլը, ում է ծառայում Կճոյանը։ Ուժեղ տղեն, դուք իրեն լավ չեք ճանաչում լա։ Հрьяաները մեզ կոչ են անում, արա մոռացեք էսի, էս մի հատ Աստված կա։ Տերած Եհովան։ Ինչ քրիստոնեություն, ինչ բան։ Սխալ Աստծուն եք ծառայում։ Մարդիկ ոչ գիտեին պատերազմ պետք է լինի, հայերը պետք է պարտվեն։ Եվ ասում են, միացեք Նիկոլին։ Հիմա հասկացաք Նիկոլը որտեղից է կառավարվում, այս ամեն ինչը որտեղից է կառավարվում ու նպատակը որն է։ Մենք սխալ Աստծու ենք աղոթել 1700 տարի։ Մի բան, որ հрьяաները չկարողացան ներեն հայերին։ Սնեք էլ ինչ ասում։ Մի նայեք հին աշկերով։ Մարդիկ մի օրվա մեջ անց կարան փոխվեն, հա։ Ձեր այդ նոր աշկերով նույնիսկ մեկը մեկին, ձեր ընտանիքներում ոնց է կանում, հա, նոր աշկերով նայելը, դուք մեկը մեկին ուժ կտաք, հա։ Շրջեք, մի նայեք հին աշկերով, նոր աշկերով նայեք։ Նոր, մոռացեք Ադարատին մի նայեք, մոռացեք ձեր անցյալը ժողովուրդ։ Մոռացեք ինչի որ դավանել եք, ինչի որ հավատացել եք, ինչի համար որ պատերազմել եք, ինչ ստեղծել եք։ Սա են կարոզում ես այս հրյաների բերանով։ Աստծո համար անհնարին բան չկա։ Դրա համար եմ ասում ձեզ։ Մարդիկ, որ մեծանալով այդ համակարգում չեն դարել կաթողիկոսի նման ու իր այլանդակ մաֆիանի ու մնացածները, ովքեր որ դրսից լավ։ Այդ մարդիկ փորձել են իրանց մեջ այդ մարդը պահել հայ։ Հասկացար ժողովուրդ ջան, ովքեր չեն այլանդակվել կաթողիկոսի նման, մաֆիաների նման, բայց իրենց մեջ մարդ են պահել, դա հենց Կճոյանն ու Միրզախանյանն է։ Որ մի լակոտեն ունի, մի հարեմելեն ունի, որ երկուսն էլ ծառայում են հուդաներին։ Հասկացաք։ Կերպարը պահել։ Կերպարը պահել։ Եվ այսօր երբ որ դուրս են եկել կաթողիկոսին, այդքան իրանք իմանալով հանդերձ թե ինչ մեծ ուժի են դեմ դուրս գալի, դա մենակ կաթողիկոս չէ։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Չէ, դուք հասկացեք։ Իրանք չգիտեմ հասկանում են թե չէ, բայց դուք հասկացեք թե ինչ մեծ ուժի դեմ եք դուրս եկել։ Ձեր ուժերով։ Բա։ Նստեմ ձեզ բացատրեմ։ Այն մաֆիոս կառույցները, ովքեր իր հետ գործ են ունեցել, այն մաֆիոս կառույցները, ովքեր որ կիլերների բանակներ ունեն, հա, բացատրեմ։ Բեյրութ պայթացնողը, ցեղասպանություն իրականացնողը 2 տարի շարունակ, երբ կներեք 2 տարի, 70 տարի շարունակ առ այսօր ցեղասպանություն իրականացնողները մեզ
վախեցնում են ինչ որ կիլլերների բանակ ունենալով։ Այն էլ այդ կիլլերների բանակը կաթողիկոսն է ունեցել։ Ուրիշ թե ունենալա ձեր նմանների սատկասած լինեին վաղուց, բացահայտած եւ սատկասած լինեին։ Ջիհուդները մեր մեջ են։ Եկեղեցիներում քարոզ են իրականացնում։ Փաշինյանին աջակցելու կոչել են անում, հետնել, ասում են իրանց ագենտներն ովքեր են։ Մենք արդեն դա բացահայտել ենք։ Բացահայտել ենք, մեր համար ոչ մի նոր բան չասեցիք, ուղղակի որ այսքան բաց կասեիք, ճիշտն ասած, ես մի քիչ դրան պատրաստ չէի։ Այնպես չէ, որ ես չգիտեի, բայց ուղղակի այս լկտիության վրա եմ ես ապշած ուղղակի։ Կամ էլ այնքան վստահ են, որ ամեն ինչ իրաց կոնտրոլի տակ է, որ արդեն կարող են անցնել բացահայտ քարոզի։ Ձեզ տարբեր տեղերում հարցեր են լուծում։ Դրա համար առաջնաստված ելեմ ասում։ Եղեք միասին վարչապետի Նավաստարդի Վազգենի հետ միասին բոլորը ու վերադարձեք բոլորդ միակ Աստծուն։ Մենք վաղուց մեր Աստծու հետ ենք։ Դու կադաս ֆրֆրաս քո Աստծու հետ, ես քո Աստծուն քփուր չեմ տալիս, ես այդ խասյատը չունեմ, բայց եթե մի Աստված ասում է դու կարող ես շուրջդ բոլորի մորթես, որովհետև նրան արժանի չեն քո հետ մեկ սեղանի վրա նստելու եւ մաքսիմում քո ծառաները պետք է լինեն, այդ Աստվածը իմ համար չի կարող լինի Աստված։ Պայմանավորվեցինք, հա, առաջ Աստված։ Ես իմ Աստծու հետ, դու քո Աստծու հետ։ Որտեղ որ բարակա, թող ընդեղել կտա։ Հարցեր կան ժողովուրդ ջան։ Ես այս առանձին վիդեո եմ մտածում անել, ես չգիտեմ կկպցնեմ ընդհանուր վիդեոին թե չէ, բայց առանձին անպայման գնալու է եթեր։